Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարություն։ Գերատեսչությունը բողոք է հայտնել պաշտոնական Թբիլիսիի քաղաքականության հետ կապված, մասնավորապես Մեծ Բրիտանիայի նկատմամբ Վրաստանի կառավարության մեղադրանքների եւ հրապարակային հարձակումների կապակցությամբ։ Միևնույն ժամանակ Լոնդոնը Վրաստանի իշխանություններին մեղադրել է մարդկանց քաղաքական ազատությունները սահմանափակելու եւ այլախոհությունը ճնշելու համար։ Ընտրությունների մրցակիցների ձերբակալումն անհամատեղելի է վրացական երազանքի Եվրատլանտյան ձգտումների ինչպես նաև սեփական սահմանադրական պարտավորությունների հետ, նշել են Foreign Office-ից։ Վրաստանը եւ Միացյալ Թագավորության միջև լարվածության համար առիթ է դարձել վրացական իշխանության պահանջը Բրիտանիայի դեսպանությունից, հստակեցնելու թե ում եւ ինչ ծավալով է վերջինս ֆինանսավորել 2024 թվականի ընտրություններից առաջ։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին էլ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը խախտել է Վիեննայի կոնվենցիան, երբ միջամտել է խորհրդարանական ընտրություններին, քարոզչություն ծավալելով վրացական երազանքի դեմ։ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը խախտել է նաև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը փորձել է ֆինանսավորել այն անձանց, որոնք վրացական քաղաքականության մեջ ծայրահեղականության դրոշակակիրներն են։ Պապուաշվիլին Բրիտանիայի դեսպանությանը կոչ է արել խոսել փաստերով եւ դադարեցնել հակավրացական ռետորաբանությունը։ Վրաստանի ընդդիմադիր 8 կուսակցություններ հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել հոկտեմբերին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Նրանց համատեղ հայտարարության մեջ ասված է, որ ընտրություններին մասնակցությունը վրացական երազանքի համար կստեղծի իշխանության լեգիտիմության շղար։ Հաղթանակի ճանապարհը ռեժիմի հետ համագործակցությունը բացառելն է, նշել են ընդդիմադիրները։ Թուրքիան անօդաչու թռչող սարքերի արտադրության համաշխարհային առաջատարների եռյակում է, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Ելույթ ունենալով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի 32-րդ ընդհանուր ժողովում Թուրքիայի նախագահն ընդգծել է արտահանման քաղաքականության կարևորությունը երկրի տնտեսական աճի համար։ Նա նաև վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին թուրքական կան ռազմական ինքնաթիռի պահանջարկը եւս զգալիորեն կաճի։ Էրդողանի խոսքով ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է 4-րդ, իսկ աշխարհում 12-րդ տեղը։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ 2024 թվականին Թյուրք Էքզիմ բանկը արտահանողներին տրամադրել է 69 միլիարդ դոլարի հսկայական ֆինանսական աջակցություն։ Թուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին։ Ռեջեփ Էրդողանի եւ Դեվիդ Լեմիի հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրները։ Լեմիի հետ հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի արտգործնախարարը։ Բանակցություններից հետո Հական Ֆիդանը հայտարարել է Թուրքիայի ռազմավարական կարևոր նպատակներից է Իրանի եւ Իսրայելի միջև ներկայիս համաձայնության պահպանումը եւ հրադադարի խախտումների կանխումը։ Ֆիդանն ընդգծել է Թուրքիայի եւ Բրիտանիայի միջև ամուր փոխգործակցությունը տնտեսության, պաշտպանության եւ տեխնոլոգիաների ոլորտում, հավելելով երկկողմ առևտուրը կայուն տեմպերով մոտենում է 30 միլիարդ դոլարի նպատակագետին։ Այցից առաջ Լեմին համոզմունք էր հայտնել, որ Թուրքիային Eurofighter Typhoon կործանիչների վաճառքի շուրջ բանակցությունները դրական ավարտ կունենան։ Լեմիի խոսքով Թուրքիայի կողմից Typhoon կործանիչների կիրառումը ել ավելի կամրապնդի բարեկամական կապերը։ Թուրքիայում անտառային հրդեհները չեն դադարում։ Երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ 3 նահանգում ավելի քան 50,000 մարդ է տարհանվել։ Խոշոր հրդեհներ են հատկապես Իզմիրում, Մանիսայում, Հաթայում։ Ներկայումս աշխատանքներ են տարվում հրդեհի օջախների տեղայնացման ուղղությամբ։ Հրդեհը մարելու համար ներգրաված են տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ցամաքային տեխնիկա։ Հրդեհների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Իզմիրի օդանավակայանի աշխատանքը։ Մարդկային զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ մի քանի գյուղեր ամբողջությամբ այրվել են։ Թուրքիայում արդեն ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, որոնք մեղադրվում են անտառային հրդեհների բռնկման համար։
Նախքան քննարկումները վերսկսելու որոշում կայացնելը մենք պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի չարաշահի բանակցությունները ռազմական հարված իրականացնելու համար։ Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Մեր խաղաղ միջուկային ծրագիրը դարձել է ազգային հպարտության եւ արժանապատվության աղբյուր։ Մենք անցել ենք մեզ պարտադրված 12-օրյա պատերազմի միջով եւ դրա համար էլ ժողովուրդը հետ չի կանգնի ուրանի հարստացման իր իրավունքից։ Արաղչին ընդգծել է, որ ուրանի հարստացման գիտելիքները եւ տեխնոլոգիան չեն կարող ոչնչացվել ռմբակոծությունների հետևանքով։ Նրա խոսքով Թեհրանը կկարողանա արագ վերացնել վնասը եւ լրացնել կորցրած ժամանակը։ Սպիտակ տունն էլ հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը շարունակում է Թեհրանի հետ քննարկումները միջուկային ծրագրի շուրջ։ Քերոլայն Լևիթը նշել է նաեւ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանությունների հետ շփումներ չի ունեցել։ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի արտգործնախարարություն։ Նրան է փոխանցվել Թեհրանի բողոքի նոտան։ Ընդգծվել է, որ ուկրաինացի պաշտոնյաները աջակցել են Իրանի դեմ Իսրայելի գործողություններին, անտեսելով Ուկրաինայի միջազգային իրավական պարտավորությունները, պահպանելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև Ժնևյան 4 կոնվենցիաների դրույթները։ Իրանի արտգործնախարարության տվյալով հանդիպման ժամանակ մատնանշվել են նաև Ուկրաինայի իշխանությունների կողմից Իրանի նկատմամբ նման թշնամական հայտարարություններ կրկնության հնարավոր հետևանքները։ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն կապված Բաքվի ոչ բարեկամական գործողությունների եւ ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ Ադրբեջանի ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակում, ձերբակալել գործակալության 2 աշխատակցի, որոնք ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության գործակալներ են։ Խուզարկությունը նկարահանելիս բերման է ենթարկվել նաեւ Ռապլի գործակալության լրագրող։ Ավելի ուշ Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակում ձերբակալվել է եւս 7 մարդ խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության եւ եկամուտների լվացման գործով մեղադրանքով։ Ըստ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության Սպուտնիկ Ադրբեջանի գործունեությունը հանրապետությունում դադարեցվել էր դեռ փետրվարին, սակայն գերատեսչությունը տեղեկություն է ստացել, թե հրատարակչությունը գործունեությունը շարունակում է անօրինական ֆինանսավորման հիման վրա։ Ադրբեջանում ուժայինների գործողությունը տեղի ունեցել Ռուսաստանում ադրբեջանցիների ձերբակալությունների պատճառով Բաքվի եւ Մոսկվայի միջև լարվածության ֆոնին։ Ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի Եկատերինբուրգում օրերս իրականացված հատուկ գործողությունը կապված էր 2021 թվականին տեղի ունեցած սպանությունների հետ։ Ռուսաստանի իրավապահները կատարել էին խուզարկություններ եւ ձերբակալություններ, գործողության ընթացքում 2 մարդ էր մահացել։ Ադրբեջանական կողմը Ռուսաստանի ուժայինների գործողությունները համարում է կանխամտածված, դրանք որակելով ադրբեջանցիների հերթական թիրախավորում։ Ադրբեջանում անցկացվել է Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների մարմինների դատաբժշկական կրկնակի փորձաքննություն, որի արդյունքների համաձայն Զիադին եւ Հուսեյն Սաֆարովները ենթարկվել են դաժան խոշտանգումների, արձանագրվել են կոտրվածքներ, կապտուկներ եւ այլ վնասվածքներ։ Ռուսական կողմի նախնական հայտարարության համաձայն ադրբեջանցի եղբայրները մահացել են սրտի կաթվածից ստրեսի ֆոնին։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից առանձնակի դաժանությամբ կանխամտածված սպանության, ինչպես նաեւ կտանքների կիրառման փաստով։ Ադրբեջանում պաշտոնապես ուժի մեջ են մտել զարմիկների միջև ամուսնությունները արգելող օրենսդրական փոփոխությունները։ Մասնավորապես ընտանեկան օրենսգրքում ընդլայնվել է այն հանգամանքների ցանկը, որոնց դեպքում ամուսնությունն անթույլատրելի է։ Նման դեպքերի թվին այժմ դասվում են ընդհանուր կենսաբանական պապ եւ տատ ունեցող եղբայրների եւ քույրերի զավակները, կենսաբանական ազգակցական կապի մեջ գտնվող անձինք, հորեղբայրը կամ մորաքույրը եւ զարմուհին կամ եղբորորդին։ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հստակեցրել է, որ այժմ ամուսնանալ ցանկացող անձանց միջև ազգակցական կապերի առկայությունը կստուգվի նախարարության մասնագիտացված տեղեկատվական համակարգի միջոցով։ Եթե ստուգման արդյունքում ազգակցական հարաբերությունները հաստատվեն, տվյալ անձանց միջև ամուսնությունը չի գրանցվի։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։